Տեսեք, խաղաղությունը դա թղթով չի լինում։ Ով ասաց, որ եթե վաղը մյուս օր ինչ-որ թղթի վրա ստորագրեցին, դա տանելու են սրբորեն պայեն իրենց սեյֆերում եւ երբեք խնդիրներ չեն առաջացնում։ Խաղաղությունը լինում է սովորաբար կամ հավասարակշռության արդյունքում։ Երբ որ նվաճողը կարողացել է ինքան նվաճել իշկան, որ դրանից ավել չի կարող առաջ գնալ եւ պաշտպանվողն էլ կարողացել է հասնել են ամենավերջի կետին, որ դրանից հետ չի կարող գնալ։ Տարածաշրջանում կա նման պայմանների առկայություն։ Կամ եթե կան միջազգային խաղացողներ, դերակատարներ, որոնք պարտադրում են։ Այսօր որևէ մեկը Հայաստանին եւ Ադրբեջանին պարտադրում է խաղաղություն։ ԱՄՆ-ն ինչ եղավ։ ԱՄՆ-ն եկավ, ասաց Բալիկ ջան, այ որ ինձ փող տաս, ես քեզ այս ապարատը կդամ, հենց որևէ մեկը եկավ ձեր տան վրա, մեկ նկարի քիչ կճոգենք ինչ կանենք։ Այ ինչ կանեն, այստեղ է հարց։ Հետո եթե ես չեմ սխալվում, դեռևս 19-րդ դարի եւ 20-րդ դարի սկզբերից իրենց նավերը մեր լեռները չէին բարձրանում։ Նույնիսկ 21-րդ դարի տեխնոլոգիաները թույլ չտվեց, որ այդ նավերը կային մեզ պաշտպանելու։ Ինչ եղավ Արցախի հետ։ Այդ նույնը սպասվում է Հայաստանին։ Որովհետև արդյունքում Արցախի անկումից հետո ոչինչ չի փոխվել։ Բացարձակապես չի փոխվել։ Նույնիսկ Ալիևի խոսույթում ոչինչ չի փոխվել։ Այդ մարդը մոռացել է Արևմտյան Ադրբեջան եզրույթը, որը մի օր քնից արթնացավ, իրականաց արտահայտվեց եւ Հայաստանում դարձավ քննարկման թեմա։ Չի մոռացել։ Այդ մարդը մոռացել է Սևանա Գյորջա կոչելը, չի մոռացել։ Երևանն էլ Երևան։ Այո, հետևաբար մենք ինչպես սովորել ենք վերջի տարիներին, մեզ մնում է մի բան, տեսնել փաստը, նկարել, գցել սոցիալական ցանցեր կամ մեծ աղբորը։